Զեղչերի շրջանում ես ինձ չեմ կորցրել, մի քանի սիրուն լուքեր եմ հավաքել ու ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, նաև ցույց կտամ արժեքները։ Սկսենք այս տոպրակից։ Երկու վերնաշապիկ, առաջինը հասարակ, մյուս վերնաշապիկը իմ ոճի մեջ չի, մեզ մասը պետք է հավաքել, դասական տաբատ և մյուս տարբերակը սա։ Առաջին լուքը, ես շատ եմ սիրում պարզ լուքեր, որ չես խճճվում նայելուց, այլ հասկանում ես, որը որից հետո է։ Ֆիքսեք լուքերը, որպեսզի ձեր գնահատականը վերջում տաք։ Տաբատի այս հատվածն է ինձ առավելապես դուր գալիս, որովհետև սառոճկաների հետ շատ է սազում, ոնց որ սեթ լինի, իսկ սառոճկան ինքը համահասարական ու մեր հետաքրքրություն է մտցնում լուքի մեջ։ Գաղտնիք բացեմ, եթե ես խանութում տեսնում եմ գոտիով տաբատներ, կապ չունի ինչ գոտի է, անորակա թե չէ, ես դրանք առնում եմ։ Նաև այս չինական, ճապոնական բլուզը։ Այս ավելի խիստ ու դասական լուք է, բայց կարծում եմ այս դասականությանը բլուզը էլեգանտություն է հաղորդում։ Հաջորդ համադրությունը այս սառոճկան եմ վերցրել շատ գեղեցիկ թևերով և այս դասական simple հասարակ տաբատը։ Թևերը ուրիշ գեղեցկություն է հաղորդում։ Այստեղ ունի ասիմետրիա, բայց իմ հասակը թույլ չի տալիս, որ ես տենց հագնեմ։ Շատ եմ սիրում մուգ և բաց կապույտների համադրությունը։ Չի երբեք չեմ հագնում։ Ես պոլուկլասիկ վերնահագուստ եմ վերցրել և ևս մեկ վերնաշապիկ։ Շատ տարբերվող և չենթարկվող կտորից է այս վերնաշապիկը, շատ հով է ու նաև շատ հետաքրքիր է դարձնում լուքերը։ Վերջինը շատ եմ հավանել, իրեն նաև վերնաշապիկի նման կարող ենք հագնել, ընդհանուր իր ֆորմաները շատ սիրում եմ։ Եվ այս հոլովակի վերջին զարդը գերել եմ սիրտը, շատ սիրուն է ու կարծում եմ իմ ընտրած լուքերի հետ շատ գեղեցիկ կհամադրվի։